Պարոն Հովակիմյան, մի քանի հարց ունեմ, փորձեմ այդ կարճ ժամանակում տեղավորվեմ։ Առաջին հարցս վերաբերվում է վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված։ Հիմա դուք ասում եք, մենք ժողովրդավարական երկիր ենք, դրան բնորոշ բոլոր գծերով, բայց ես օրինակ չեմ պատկերացնում, օրինակ եվրոպական որևէ մի երկրում վարչական ղեկավարը կանչի գյուղապետին, այսպես ասած, կամ չգիտեմ, մարզպետը կանչի վարչական շրջանի ղեկավարին, ասի, եթե ես համապատասխան ձայները չապահովես, օրինակ քրեական գործ ես շալակելու, եթե այսքան տոկոս չապահովես, քեզ համար վատ է ալնելու, օրինակ գործարարին ասեն, եթե մեզ համար չաշխատես, հարկայինը քո հետևից գալու է, շահարկումներից խուսափելու համար ասեն, որ այնպես չի, որ նախկինում նման արատավոր երևույթներ չեն եղել են, բայց ես իմ մտավախությունը հետևյալն է, որ այս ընտրությունները ոչ լինեն փողի ընտրություն, ոչ էլ լինեն վարչական ռեսուրսների, լծակների, իշխանական ռեսուրսների չարաշահման։ Այդ իրապես մեր նաև ազգային ժողովի ընդունված օրենքներով մենք ոչ թե միայն պիտի մտածենք այս ընտրությունների մասին, այլ եկող ընտրությունների, եկող սերնդի այդ իրավունքի մասին։ Հիմա հարցս հետևյալն է, իմ գործընկերն էլ ասեց, շտաբի հետ կապված, ոչ թե խնդիրն են, որ գիտեք մարդիկ, այսպես ասած, պարզ ասեմ, օրինակ մարդը գնում է, որ վարձակալ է այդ շտաբի շենքը, ասում են, սկզբից ասում են հա, հետո ինչ-որ զանգեր են ստանում, հետո ասում են, եղբայր շարից փորձանքից հեռու խնդրում եմ, շտաբը չեմ կարում, տրամ, հետո խորանում ես, տենում ես, որ տակը մի մեծ խնդիր կա։ Հիմա ձեր առաքելությունը այս ազատ արդար թափանցիկ ընտրություն կազմակերպելու մեջ, որն է, որ այդ գործընթացները ճիշտ կազմակերպեն։ Պարոն Դանիելյան, շնորհակալություն հարցի համար։ Պարոն Դանիելյան, եթե կտակ որևէ փաստ, որ որևէ մարզպետ, որևէ համայնքի ղեկավար, ասենք, չգիտեմ, վարչական շրջանի ղեկավարին կամ ինչ-որ մեկին ձեր օրինակ ոնց ասում եք, ասենք, չգիտեմ, այս պիտի անես, հակառակ դեպքում քրեական գործ կունի, տվեք դեպքը, ես անձամբ հետամուտ կլինեմ, որպեսզի հակակոռուպցիոն կոմիտեն այդ պաշտոնյային քրեական պատասխանատվության ենթարկի։ Ես գիտեք, այսպես կարող ենք անընդհատ դուք քաղաքական գործիչ եք, դուք պատգամավոր եք, դուք ազատ եք, կարող եք մեղադրանքներ հնչեցնել, չէ՞, ասենք, ցանկացած։ Այո, դա ձեր ազատություն, բայց ես ասում եմ, ընտրությունների հավաստիությանը մի վնասեք։ Խնդրանքս դա է, ունեք փաստ, տվեք այդ փաստի հետևից, ես անձամբ կգնամ այդ փաստի հետևից։ Դա վերաբերում է նաև այսպես հարկային գործարար, տվեք մեկ փաստ, որ որևէ գործարարի որևէ մեկը սպառնացել է։ Եվ այդ սպառնացողը չի կարող հաջորդ օրը շարունակել պաշտոնավարել։ Ի վերջո մենք ունենք մի քաղաքական դաշտ, որտեղ որ կարծես թե բոլոր քաղաքական ուժերը ֆինանսի խնդիր չունեն, որտեղ եթե ձեր նկարագրած երևույթը լիներ, մենք չենք ունենա քաղաքական դաշտում այսպիսի քաղաքական նպատակներով առատ, այսպես ենք, ֆինանսների ներդրում։ Մեր քաղաքական գործընթացներում ես կարող եմ ասել, որ ներկայումս շատ մեծ ծավալներ բոլոր կողմից գումար է ծախսվում։ Եվ դա շատ լավ է, դա վկայում է, որ չկա ձեր նկարագրած իրավիճակ։ Եթե կա, խնդրում եմ, տվեք, ես անձամբ հետևից կգնամ։ Ինչ շտաբների հետ կապված էլ տվեք փաստը, որ որևէ մեկի վրա ճնշում է գործադրվել։ Գնանք այդ փաստի հետևից։ Եվ օգտվելով առիթից Տիկին Թովմասյանի հուշեց, որ վերջում չէ, Տիկին Թովմասյան անվանական չեմ 18, այսպես ասենք 3 երեկոյան դրությամբ 18 օգտահաշիվ ենք տրամադրած եղել։ 18 օգտահաշիվ
բայց կարող է այս պահին ավելացած լինի, չգիտեմ։ Ինչեւ ես այստեղ եմ էլի կարող է դիմում ստացած լինի։ Արձագանք։ Պարոն Հովակիմյան ջան, ուրեմն փոքր երկիր է, էլի, ախր այդ որ ասում եք դեպքերը, բաները ես իմ ձեռքի տակ չկան այդ իրապահ համակարգի աշխատողները, բանը, ես ժուճոկ դնելու, գաղտնալսելու, հեռախոսները մտնելու բանը այդ հնարավորությունները չունեմ բնականաբար, էլի։ Այստեղ գիտեք հարցին չունական, քանի որ ժամանակս կարճ ասեմ, էլի։ Տեսեք, իշխող կուսակցության ներկայացուցիչը, օրինակ դպրոցի տնօրենը, շատ հանգիստ, շատ անկաշկանդ կարող է ցուցակներում էլ ընդգրկվել, կարող քարոզչություն էլ անել, բայց հանկարծ եթե այդ դպրոցի տնօրենը դիմադիր ալնում, 15 րոպե չի անցնում։ Իր դիմումի համաձայն կամ, չգիտեմ, բան գործից ասում է շատ, այն որ ասում է ակուրատնի ձևով ներխուժում են, այն որ բան կար, հայտնի մարդ կար, падգամավոր կար, ասում է։ Շատ շնորհքով ներխուժում են, շնորհքով ներխուժում։ Պարոն Դանիելյան։ Պարոն Դանիելյան։ Տեսեք, երբ որ դուք փաստ չեք ասում, կրկնում եմ, դուք որպես падգամավոր ազատ եք ձեր գնահատականները տալ։ Մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնառու է կոնկրետ խնդիրներով հետամուտ լինելու։ Երբ որ այսպես երևույթների մասին կարող ենք անվերջ խոսել, բայց ես չգիտեմ այդ երևույթը իրականում կա, չկա, որովհետև շատ ժամանակ կարող է ուղղակի ասենք այդ երևույթը այն որ ձեզ ներկայացվել է, այդպես չի։ Փաստավակ չէ, եթե կա որևէ A մարդու, B մարդու, եթե իրավունքը խախտվել, տվեք այդ օրինակը, ես հետևից չգնամ, ասեք չես գնացել։ Ես անձամբ կներկայացնեմ հակակոռուպցիոն կոմիտե։ Շնորհակալություն, պարոն Հովակիմյան, հարցերն ավարտվեցին։